Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհրդի գործառույթների իրականացման, արդարադատության, արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար նպատակարար եմ գտնում մատնանշել որոշակի քայլեր, բայց մինչև քայլերը ներկայացնելը օգտագործելով առիթը փորձեմ ներկայացնեմ ձեզ մի քանի հատ օրենսդրական փոփոխության նախագծեր, մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174 հոդվածում գտնում որ պետք է կատարել փոփոխությունները, հոդվածը ընթերցում ենք, տեսնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել 10 տարի աշխատանքային փորձառությամբ դատավորը, իսկ ազգային ժողովի կողմից ընտրված կարող է լինել բարձր մասնագիտական որակներ ունեցող 15 տարվա փորձառու աշխատանքային փորձառություն ունեցող գիտնականը կամ էլ հեղինակավոր իրավաբանը։ Գտնում եմ ստեղ այդ մատնանշումը բարձր մասնագիտական որակներ տեղին չի, քանի որ միանշանակ է, որ եւ գիտնականը եւ այլ հեղինակավոր իրավաբանը նմանատիպ որակներով օժտված են, նամանավանդ որ դատավորի նկատմամբ նմանատիպ պահանջ չկա։ Երկրորդը ավելի բովանդակային առումով փոփոխության առաջարկություններ, որպիսի գիտնական անդամներին չսահմանափակեն աշխատանքային գործունեության ժամկետներով, հաշվի առնելով հանգամանքը, որ գիտնականները շատ դեպքերում չեն ունենում աշխատանքային, ասենք, այդ ձևակերպումներ, այլ աշխատում են որոշակի ծրագրերում, զբաղվում են գիտությամբ, իդեպ եթե մարդը աշխատում է գիտական ատենախոսության պաշտպանության վրա, դա մոտավորապես 5-ից 10 տարի է եւ դա բնականաբար ոչ մի ձևակերպված աշխատող չլինի զուտ կատարի իր գիտական աշխատությունների նկատմամբ աշխատանքները։ Համար գտնում եմ, որ անհրաժեշտ կլինի երևի ձևակերպումը լինի այսպիսին, որ կարող է ընտրվել գիտնական կամ 15 տարվա փորձառություն ունեցող հեղինակավոր իրավաբանը։ Միգուցե անհրաժեշտություն կլինի նաեւ դատական օրենսգրքում ձևակերպել գիտնական եզրույթի հասկացությունը, չնայած գիտական եւ գիտական գործունեության տեխնիկական գործունեության մասին օրենքում գիտական հասկացության ձևակերպումը կա, բայց ստեղ իմ կարծիքով ձևակերպումը տեղին կլինի հաշվի առնելով դատական օրենքի տրամաբանությունը, միգուցե նշելով, որ պետք է պարտադիր գիտնականը այն անձը, որ ունի գիտական աստիճան եւ գիտական կոչում, վերջի 10 տարիների ընթացքում ունեցի համապատասխան հոդվածների քանակություն կամ մենակրության հրապարակումներ պետք է ունենա եւ համապատասխան միջազգային հայտնի շտեմարաններում ձևակերպած լինի։ Հիմա ներկայացնեմ ձեզ այն քայլերը, որոնք ենթադրում են, որ պետք է կատարվեն։ Նախ առաջինը գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական կամ այլ հեղինակավոր իրավաբանների եւ դատավորների միջեւ պետք է ստեղծել փոխգործակցության արդյունավետ հարթակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամները այսպես թե այնպես իրենց աշխատանքային գործունեություն իրականացնելիս կամ դատական տարբեր միություններում անդամագրված ունենան շփումներ դատավորների հետ եւ նրանց կայացած որոշումները եւ պատճառաբանությունը հասկանալի է դատավորների համար։ Ստեղ կարիք կա նմանատիպ կազմակերպել պարբերական հանդիպումներ գիտնական անդամների եւ դատավորների միջեւ եւ այդ հանդիպումների ժամանակ ներկայացնել նոր իրավական տեսությունները եւ մեկնաբանությունները, ստեղծել բաց կառուցողական երկխոսության հարթակ եւ քննարկել դատավարական բարեփոխումները, ինչպես նաեւ ներկայացնել դատավորներին, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ պատճառաբանությամբ են ընդունվում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների կողմից այս եւ այն որոշումները։ Գիտական նորույթների ներկայացնելը գտնում եմ շատ կարեւոր, քանի որ դատավորները զբաղված լինելով իրենց մասնագիտական գործունեությամբ շատ դեպքերում իրենց համար հասանելի չի այդ նորույթներին ծանոթանալը, օրինակ այնպիսի նորույթներ կան այս իրավունքի տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում, ինչպիսիք են թվային իրավունքների ժառանգման հարցեր, արհեստական բանականության իրավական կարգավիճակի կամ արհեստական բանականության իրավական պատասխանատվության հետ կապված հարցերը, ինչպես նաև մի նոր երևույթ, որի հայտ է եկել, օրինակ մեզանում տարածված է, որ սանկցիա որպես բացասական երևույթ անիշ տեսական գրականության մեջ այսօր ակտիվորեն շրջանառվում է սանկցիան նաև որպես դրական երևույթ։ Եվս մի հարց, որ կուզենայի, մի քայլ, որ կուզենայի ես ձեզ ներկայացնեի, դա էլեկտրոնային արդարադատության զարգացման հարցերն են, մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր կա խնդիրը, որ շատ դեպքերում դատավորները չեն հասցնում դատական ակտերի ներկայացնեն կողմերին զբաղվածության, պատճառաբանելով դա զբաղվածությամբ, գտնում եմ, որ կարելի է ներգրավել նաև արհեստական բանականությանը, դատական ակտերի նախապատասխանական հարցում, օրինակ ինչպես տարբեր երկրներում, մասնավորապես Չինաստանում իրականացվում է, այս դեպքում դատավորը հնարավորություն կունենա զբաղվել նաև իր ժամանակ արդյունավետ օգտագործելու, չնայած վերջնական որոշումը բնականաբար վերապահված է դատավորին,
նա արհեստական բանականության կողմից առաջարկված նախագիծը կամ հիմնավորված ձևով ընդունում է կամ պատճառաբանված մերժում է, ինչպես նաև գտնում եմ, որ անհրաժեշտ կլինի այսօր ակտիվորեն քննարկում այն հարցերը, որ շատ դեպքում դատական ակտերի ձգձգումները կապված օրինակ կողմերից ինչ-որ մեկի զբաղվածության առումով կամ ասենք եթե օրինակ քրեական դատավարությունում օրինակ եթե քննվում է մի քանի մեղադրելով գործեր եւ մասնակիցներից մեկի փաստաբանը չի կարողանում ներկայանալ, բնականաբար ելի դատարանը հետաձգվում է կամ շատ դեպքերում ասենք վկային հայթայթելու կներեք այդ արտադրության համար հայթայթելու խնդիր կա։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ ակտիվացնելով եւ ընդլայնելով տեսակապի օգտագործման շրջանակները իհարկե մինչ այդ ստեղծումը անհրաժեշտ կլինի իմ կարծիքով նաև օրենսդրորեն ձևակերպել տեսակապի հասկացությունն եւ տեսակապի տեսակները, օրինակ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը ունի նմանատիպ ձևակերպում, երկու տեսակի կապ է առանձնացրել, վեբ կոնֆերենս կապ եւ վեբ կոնֆերենցիա եզրույթները, որի մեկը պաշտպանված կապ է, մյուսի դեպքում արդեն ոչ պաշտպանված եւ գտնում եմ, որ օրենսդրությամբ կարելի է սահմանել նաեւ թե որ դեպքում եւ որ պարագայում հնարավոր է որ տեսակապի տեսակը օգտագործելու համար գտնում եմ նաեւ որ անհրաժեշտ կլինի բարձրագույն դատական խորհրդի եւ գիտական կրթական հատկապես մասնագիտական ուսումնական հասարակությունի հետ կապի ամրապնդումը եւ ընդլայնումը հաշվի առնելով են հանգամանքը որ դատավորները պատրաստում են հենց բուհերում անհրաժեշտություն կլինի որպեսզի ավելի հասարակության համար ընկալելի լինի բարձրագույն դատական խորհրդի արկայությունը եւ նա կատարած աշխատանքների տրամաբանությունը, նաեւ ավարտական աշխատանքների կամ մագիստրական թեզերի թեմաներ առաջարկելու եւ լավագույն աշխատանքները նաեւ որոշակիորեն ասենք գնահատականի արժանացնել։ Այսքանն սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Արսեն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, հետաքրքիր էր ձեր մոտեցումները նորագույն տեխնոլոգիաները կիրառելու դատական պրակտիկայում, բայց ուզում եմ խնդրել զգույշ լինել ամեն դեպքում, որտեղ նաև արդեն արձանագրվել են դեպքեր հենց արհեստական բանականությամբ, որ ամբողջությամբ վճիռը տրվել է ԱԲ-ի կողմից եւ դատավորը նույնիսկ չէր կարդացել, հետագայում պարզվել է, որ ինքը պարզապես ստորագրություն է դրել։ Բայց հարցս դրան չի վերաբերում, սա իմիջայլոց։ Ուրեմն արդարադատության նախարարությունից տեղեկատվություն եմ հայցել ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում եղած անձանց վերաբերյալ եւ ունենք 1431 կալանավորված անձ եւ 1315 դատապարտված անձ, այսինքն կալանավորված անձանց թիվը մեծ է դատապարտված անձանց թվից։ Սա չհաշված 807 տնային կալանքի տակ եղած անձինք եւ 656 վարչական վերահսկողության տակ եղած անձինք։ Հիմա ես ուզում եմ որպես հատկապես գիտնական ձեզ հարցնել. այս հարաբերակցությունը դուք նորմալ համարում եք թե ոչ։ Եթե այո, ինչու, եթե ոչ ինչու, ես իհարկե ձեռքից տակ ունեմ տարբեր երկրների տենց բավական լավ արդարադատություն ունեցող երկրների թվերը, որոնց կանդրադառնամ արձագանքի ժամանակ, որպեսզի չփչացնեմ պատասխանը, այսպես ասած, որտեվ կարծում եմ մենք սրանց բաների մասին պետք է խոսանք եւ չպետք է լռենք։ Ես ունեմ իմ սեփական կարծիքը, որ իհարկե կանդրադառնամ ելույթում, երբ որ բոլոր տեխնացուներին լսենք, բայց հիմա խնդրեմ ձեր կարծիքը սրա վերաբերյալ ասեք, շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, ասեմ ձեզ, որ գտնում եմ չէ, հարաբերակցությունը նորմալ չի, հաշվի առնելով, որ մենք պատժողական արդարադատությունից անցել ենք դեպի վերականգնողական արդարադատություն, եւ ստեղ առաջինը իմ կարծիքով պետք է ավելի շատ օգտագործվել այլընտրանքային խափամիջոցներ, այլ ոչ թե կալանավորումը դառնա, ասենք, բացառիկ տեսակ ընտրության համար, նաև ասեմ ձեզ, որ ստեղ երևի թե պետք է մի քիչ ավելի ակտիվորեն աշխատի պրոբացիայի ծառայությունը եւ նաև ստեղ գտնում եմ, որ հատկապես նաև մենք ինստիտուտագիտական անդամների անելիք կունենան դատավորներին հետագայում, ասենք, նմանատիպ երևույթները վերացնելու համար, դատավորների համար
նախ ասկապես ասենք ձեր բարձրացած հարցից բացի նայել տեսնել թե ել ինչ կարիքներ կան եւ վերապատրաստումների ժամանակ փորձել կարիքների գնահատման ժամանակ դատավորներին հատուկ ուշադրություն դարձնել, որ նմանատիպ մոտեցումները մի քիչ այդքան էլ տեղին չեն, հաշվի առնելով, որ իրականում եթե կալանավորած անձանց քանակը շատ է, այստեղ իմ կարծիքով նաև դատարանի մոտ, դատավորների մոտ միգուցե կային մոտեցումը, որ կալանավորումը որպես խափամիջոց ընտրության դեպքում կարող է ավելի նպաստել նրան, որպեսզի նախ խանգարել, այսպես ասենք, այդ հանցավորին ինչ որ ձեով ազդել քննությանը եւ երկրորդը, ասենք նաև այն առումով, որ վեսնելով, որ գտնվելով ընտանիքում նա վերասոցիալականացվելու է, իսկ գտնվելով ընտանիքից դուրս նա նաև կարող է գնահատել, թե ինչից ինչ է կորցնում եւ դա եւս իր համար ինչ որ որոշակի, ասենք, զսպողական լինի հետագայում նմանատիպ արարքներից խուսափելու կամ նմանատիպ այս արարքը, ասենք, ինքը բանալերով զղջալու համար։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, ես այդ ձեր խոսքի վերջին հատվածին անդրադառնալով ասեմ, դա կլիներ տեղին, եթե խոսենք արդեն ապացուցված հանցագործության փաստի մասին, որը պետք է լինի ուժի մեջ մտրած դատարանի վճռի դեպքում, բայց մենք խոսում ենք կալանավորման մասին, որը սովորաբար տևում է 1, 2, 3 ամիս, երբեմն երկարում է եւ այլն։ Եվ ապացուցված չի դեռ մեղքը, սա ուրիշ բանի մասին է, ավելի շատ իմ կարծիքով խոսում, որ կալանքը օգտագործում է որպես հանցագործությունը ապացուցելու միջոց։ Ոչ թե այն իրեք հիմնական դեպքերը կրկնակի հանցագործության կանխարգելում, եթե սխալվում եմ ուղեք, փախուստ եւ ազդեցություն վկաների կամ քննության վրա, որտեվ այլ բանի համար եթե կալանավորում ես, դա ստացվում է նույնիսկ ինչ-որ խոշտանգման մի ձև, բայց անդրադառնալով նաև հարաբերակցությանը երկու թիվ եմ ուզում բերեմ, օրինակ ԵՄ միջինը 1:3-ի է, այսինքն 1000 կալանավորին պետք է 3000 դատապարտել հասնի, Մեծ Բրիտանիայինը 1:7-ի է, Ամերիկայի Միացյալ Նահանգներինը 1:3-ի է, այսինքն մենք օրինակ միջին եվրոպական ԵՄ միջինից 3 անգամ ավելի շատ կալանավոր ունենք, որտեղ մեր մոտ 1:1-ի է։ Շնորհակալություն։ Բան ճիշտ եք ասում, պարոն Թորոսյան, ստեղ ասեցի մենք անելիք ունենք, երևի թե, որովհետև ստեղ ավելի պետք է ասենք դատավորների աշխատանք տավի, նրանց մասնագիտական որակները նաև բարձրացնելու համար, որպեսզի իրանք իրականում, ասենք, կալանավորումը դիտեն որպես բացարձակ միջոց, այլ ոչ թե ձեր մատնանշած, ասենք, որ հանցագործության բացահայտման համար ինչ որ որոշակի ճնշման գործիք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այժմ նախատեսված է ընդմիջում 30 րոպե։